Ամրացյալ փորոջ կայցեն աչել Մեծ պահքի 4-րդ կիրակին ըստ օրվա խորհուրդը մեկնող անիրավ տնտեսի առակի կոչվում է տնտեսի կիրակի։ Առակը հիշատակված է Սուրբ Ղուկասի ավետարանում և հիշեցնում է ողորմության, բարեգործության, կարեկցանքի և պատրաստակամության մասին։ Հավատքով ապրող մարդը ավետարանական առակի տնտեսի օրինակով պետք է պատրաստ լինի բաժին հանել իր ունեցածից, չվատնելով Տիրոջ աստվածադիր շնորհներն ու ունակությունները։ Պահքի այս ոսկե շղթան մեզ լավագույն առիթն է տալիս, որպեսզի մենք վերանայենք մեր կյանքը եւ ճիշտ ուղով ընթանանք, ապրենք աստվածասեր, աստվածավախ կյանք եւ դրանով հանդերձ մենք կարողանանք այդ շրջանը օգտագործել պահքին միացնելով ողորմածությունն ու աղքատասիրությունը։ Այսօր տնտեսի կիրակին մեզ տալիս է կարևոր ճշմարտություն, որ մենք այս կյանքում այն ամենը ինչ որ ունենք, Աստված մեզ է վստահել կյանքը, ժամանակը, մեր կարողությունները եւ այն ամենը ինչ որ մենք ունենք եւ մի օր մենք պատրաստ պիտի լինենք պատասխան տալու թե ինչպես օգտագործեցինք այդ ամենը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի հարյուրավոր հավատացյալներ, միաբանների և քահանայից դասի հետ մասնակցեցին Սուրբ և անմահ պատարագին։ Տնտեսի առակը համարվում է Սուրբ Գրքի դժվարամարս հատվածներից մեկը, առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Տերը գովեստի է արժանացնում խաբեությամբ իրեն արդարացնող ծառային, մինչդեռ այստեղ արտահայտված է մարդու ճիշտ վերաբերմունքը նյութի նկատմամբ, քանի դեռ մարդը նյութական բարիքը ծառայեցնում է իր անձին, մեղք է գործում, իսկ երբ դա անում է ուրիշների բարօրության համար, այն դառնում է առաքինություն։ Առակում շատ ցայտուն է նաև ողորմության և ներողամտության գաղափարը, իր քարոզում ասաց հայկազուն arczepiskopos Նաջարյանը։ Անիրավ մանանայից ցեզ համար բարեկամներ արեք, այսինքն եւ որ դուք արիթ ունեք եւ փող ունեք, հնարավորություն ունեք, այդ փողով բարիք կորձեցեք, որովհետեւ մի օր եթե այդ փողը բզնի, ավարտվի, այդ բարեկամները, որ դուք շահած եք, ցեզ համար օգտակար լինեն հավիտենական կյանքի համար։ Եվ ի վերջո Հիսուս իր վերջին խոսքը ասում է, որ ինչպես ասում են, մեխին զառնում է ուղագի, չեք կարող եւ Աստծուն ծառայել եւ մամոնային։ Սիրելիներ, մեր կյանքի ընթացքում ինչքան երևույթներ եւ առիթներ կան, բայց պետք է զգուշանալ, եթե մենք Աստված մեզի շնորհներ տված է, հաճախ մոռանում ենք, որ այդ շնորհները մեզ չեն պատկանում, Աստված մեզի տված է։ Առակն ավարտվում է այսպես. ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, եւ Աստծուն եւ Մամոնային։ Հոգեւոր հայրերը նշում են, որ Մամոնան մեր սպասավորը պիտի լինի ոչ թե կուռքը։ Պողոս առաքյալն ասում է. ամեն ինչ որ մեզ է տրված, պետք է Աստծո գործին ծառայեցնենք, որպեսզի մի օր, երբ Աստված հաշիվ պահանջի, չվախենանք եւ վստահ լինենք, որ Մամոնայից բարեկամներ ենք շահել։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։